ասեմ, որ ընդհանուր թվականակով մենք ունենք հրդեհների աճ, անդրադառնամ մի քանի մարզերի, օրինակ Արարատի մարզում, եթե այս տարի գրանցվել է 386 հրդեհ, բուսածած և հոտածած տարածքներում, 2024 թվականին այդ թիվը եղել է 192, երկու անգամ ավելացել է։ Օրինակ Տավուշի մարզում այս տարի գրանցվել է 281, անցած տարի 72, գրեթե 4 անգամ ավելացել է բուսածած տարածքների հրդեհները։ Իսկ ինչ վերաբերում է անտառային հողերում առաջացած հրդեհները, ընդհանուր քանակով էլի ունենք աճ 4 անգամ։ Անցած տարի գրանցվել է 5 հրդեհ, այս տարի 20։ Դա անտառային հողերի հրդեհները դա չի նշանակում, որ ծառեր են այրվել, ուղղակի հրդեհը տարածվել է անտառային տարածք։ Կոնկրետ դեպքով հիդրոմետը ամսի 30-ին, երբ փոխանցեց տեղեկատվությունը, երբ Արարատի մարզում սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ, Փրկարար ծառայությունում դեռևս անցած տարվանից ներդրված է մի համակարգ, մոբայլ համակարգ, երբ հասցեական կարողանում մենք ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից SMS հաղորդագրության միջոցով դպրոցի տնօրեններին, մանկապարտեզի տնօրեններին, մարզպետին, մարզպետարանի աշխատակազմին ուղարկել հաղորդագրություն, որ սպասվում է ձեր մոտ հրդեհավտանգ իրավիճակ, ըստ այդմ իրանք պետք է արդեն կանխարգելիչ իրենց գործողությունները իրականացնեն։ Դա վերաբերում է եւ քամուն, եւ անձրևին, եւ հրդեհներին։ Ընդհանուր 2096 հրդեհ բուսածած եւ հոտածած տարածքում այս տարի 787 հրդեհ, անցած տարի առաջի կիսամյակի ընթացքում 700 քանի 787։ Ծառայությունը տիրապետում է եւ տնօրինում է հակարդային գույքի, որի կազմում ներառված են կրակ մարիշներ, կրակ թակիչներ, քլունգներ, բահեր, ռեսպիրատորներ եւ հրդեհաշիջում իրականացնելու համար այլ անհրաժեշտ առարկաներ եւ գործիքներ, ավելին ասեմ համալրված Սյունիքի մարզային վարչությունը ապահովված է արդեն հրդեհաշիջման համար նախատեսված հատուկ համակարգով կահավորված 7 ամենագնաց պիկապ թափքով մեքենաներով, ուրեմն համակարգը բաղկացած է 500 լիտր տարողունակությամբ ջրի բակերից եւ բարձր ճնշման մոտոպոմպերից եւ ռետնե խողովակներից,